մենք մեր գործընկերություն ենք Ռուսաստանի Դաշնության հետ, բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր հարաբերություններին, երևի սա ամենառազմավարական մոտեցումն է բոլոր ռազմավարականների մեջ, ինչպիսի մենք կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին, վրաց 4 հարևանից Վրաստանի եւ Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած ուրեմն բաղադրիչներով աշխատել կամ ավելի դետալիզացնել Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն եւ շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար ուրեմն արդյունքներ գրանցել շոշափելի Եվ այսպես թվարկելով գնանք կենտրոնական Ասիա մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք եւ երկրների ղեկավարները ստորագրեցին ընդամենը 2-3 ամիս առաջ։ Հիմա ինչ վերաբերում է փոխկապակցվածության ուրեմն պրոյեկցիային կամ այս կոնտեքստում մեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխկապակցվածությանը Գիտեք, երկար ժամանակ շրջանառվում էին վարկածներ եւ սա մեր մտահոգությունն էր նաեւ եւ երկար ժամանակ չէր հաջողվում գալ համաձայնության նաեւ այս պատճառով ուրեմն շրջանառվում էին վարկածներ, նշվում էին կոնկրետ երկրների անուններ, որոնք ենթադրաբար կամ որևէ մեկի պահանջով կամ որևէ մեկի պատկերացումով պետք է ներկայություն ունենային, ուրեմն օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերագործարկվող երկաթուղու երկայնքով Սա մեզ համար անընդունելի է, սա մեզ համար այսօր էլ անընդունելի է, ու այսօր այդքան էական չի, որովհետև մենք արդեն պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ եւ ստորագրել են երկրների ղեկավարները սկզբունքները, որոնց շուրջ այդ ապաշրջափակումը տեղի կունենա եւ նաեւ որպես վկա կա այդ ամեն ինչի տակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը երևի հարմար առիթ է նորից հնչեցնեմ այդ սկզբունքները, քանի որ մտահոգություններին անդրադարձանք Ուրեմն վստահ եմ այս լսարանը գոնե շատ լավ տիրապետում է թեմային, բայց երևի կրկին իմաստ կա։ Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը երկրների եւ երկրների իրավազորությունը ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա երբ որ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, երկրների իրավազորությունը ամրագրված է եւ դրա տակ կան երկրների ղեկավարների ստորագրությունները երրորդ երկրների կողմից որևէ գործառույթ անելու օրինակ վերահսկողություն ունենալու երկաթու կամ այլ ենթակառուցվածքի նկատմամբ այդ թեման սպառվում է արդեն բայց այո կային փորձեր այո դա եւ օդում եւ սեղանի շուրջ հնչեցվող վարկածներից մեկն էր այնպես որ այդ ձեր հարցի մեջ եղած նաեւ մտահոգությունը կամ մտահոգության պատմությունը լեգիտիմ է այս պայծրությամբ առնվազն այդ կտորով փարատված է, որը մտահոգություն չկա, բայց իհարկե, այո, թերևս այսքան խոսելուց հետո պետք է համաձայնեմ ձեր հենց սկզբից հնչեցրած բարձրաձայնած գնահատականին, մեզ հաջողվում է պահել այս հավասարակշռությունը, որից վստահ եմ մեր երկիրը եւ հարևանները շահելու են։